ամենքն իրանց գործով ապրում են, աշխատում են, ապրում ենք։ Կյանքը սովորական հունով է ընթանում Գյուրանցում։ Ես շուտով 66 տարեկան եմ։ Երբեք չենք լքել մեր հողն ու ջուրը։ Պատերազմը ժամանակը սկսեց, մասնակցել ենք մինչև անգամ ընտանիքով, երեխով, ամեն ինչով։ Մասնակցել ենք, պայքարել ենք մեր հողի ջրի համար։ Մենք փորձենք ամբողջ Տավուշը դարձնել որպես մի հատ մեծ պատ, ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Երբ սկսել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտները, մենք գյուղից երբեք չենք գնացել։ Մենք ապրել ենք մեր գյուղում։ Ծնվել եմ Գյուրանցում ու աշխատել եմ տարբեր տեղեր ու հետո եկել եմ նորից գյուղը։ Գյուղից չեմ բացակայել կարելի ասել, բնակվել եմ գյուղում, ոչ մի տեղ, ոչ մի բնակավայր, սեփականություն բան չունեմ։ Այստեղ որ գնացել եմ, աշխատել եմ միտքս են ալել, որ իմ գյուղը, իմ պապական, ոչ եմ այստեղ։ Գյուղերի թիվը ավելանում է։ Այն գյուղերի թիվն է ավելանում, որոնք որ այս իշխանությունները գյուղ առ գյուղ ականազերծելով, այդ թվում այդ ականազերծման աշխատանքը էլի հայի արյունով ականազերծում են հայի տեղադրած ականները, իմիջիայլոց, ասեմ ձեզ։ Անցած տարի սահմանագծման աշխատանքների ժամանակ կար մտավախություն, որ կարող է լքեք գյուղը։ Ես երբեք չէի լքի գյուղը։ Այսինքն իմ ընտանիքն է, դե իմ տունն է։ Երբեք ապահովագրված չենք, որ ինչ որ միտեղ գնանք, այնտեղ ինչ կլինի։ Իմ գյուղն է այստեղ, շատ հանգիստ քնում եմ, շատ հանգիստ վեր կենամ։ Իմ գործերը, մեր ջահելությունը այստեղ է։ Դուրս եկած չկան։ Այստեղ են ապրել։ Իրանց աշխատանքով, բանով, ամենք մի աշխատանք ունեն։ Ասում են, որ ադրբեջանական դրոշը ծածանվում մեր դիրքերի վրա։ Ես չեմ տեսել աչքով։ Սահմանազատումից առաջ եք ավելի հանգիստ ապրել, հետինա։ Ճիշտն է, ճիշտը։ Միշտ էլ ես վախ չեմ զգացել։ Հանգիստ, ինձ համար հանգիստ, ասեմ ինչ կլինի։ Էդ ալին։ Դե փառք Աստծո։ Այսինքն իրենք այս պահին խնդիր են դրել իրենց առաջ Գիրանց եւ այդ Ծաղկավան գյուղի հատվածներում ականազերծել եւ ադրբեջանցիներին բերել այդտեղ։ Այս մի փոքր տեղը 7 ընտանիք էր ապրում, դամեկն իրանց համար դեռ շուտ։ Գնացին իրանց համար հող ստեղծեցին, ապրեցին դեռ շուտ է 50-60 տարի առաջ։ Ու ես տարածքը ես էլ ասի հարազատներս են թողեք նացել, ես չեմ թողի։ Ես նենց մնա, ես տարածքը ոնց ասած տիրություն արի ու փառք Աստծո այսօր էլ տարածքից տվել եմ հողակտորնի, ամենք իրանց համար աղջիկս տվես, տուն են սարքել փառք Աստծո։ Բնությունը նույնն է, այս մոտի գյուղերի հետ, շատ գեղեցիկ է եւ անտառները, եւ մեր եկեղեցի վանքերը։
Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանի վրա լինելու է Յաշմա եւ կոմանդո ջոկատները, լինելու է զինված ադրբեջանցիները սահմանապահի համազգեստով, ահաբեկիչներ, Ռամիլ Սաֆարովների նմաններին բերելու են եւ այդ գյուղերի տարածքներում ահաբեկիչներին բնակեցնեն։ Ադրբեջանցիները մի քանի մետր հեռու են ապրում, վտանգ կա, վախ կա։ Ես կասեի վտանգը իրաց համար կլի, եթե մտածենք, որովհետև մենք այնտեղ ենք, որ ընդհատումով միարանք իրանց տարածքն է, կպած, նրանից հետո մեր տարածքն է, եթե նրանք մի հատ բան ունենանք վախելու, պետք է իրանք վախեն, անկեղծ ասած։ Սենստեղ շատերը կերազեն որ ապրեն, շատերը կերազեն, ուղղակի թողեն չխանգարեն պետություն դառնա հերիքա, մեղքեն մեր երեխեքները չխանգարեն։ Ես իրանց հավատացողներին խնդրում եմ գնալ իրանց գյուղ, գնալ սահմանամերձ բնակավայրերում, տեսնի հայ մարդը ոնց է ապրում, ու իր ապագան պատկերացնի, իր ապագան, այդ է իր ապագան կպատկերացնի, որ պատկերացնի, որ իր երեխան ոնց է դպրոց գնալու, ոնց է մանկապարտեզ գնալու, որ իր մայրը ոնց է կանգնելու տեղ, որ ադրբեջանցին որևէ մի խոսք ասի իրան։ Շատ հանգիստ են գալիս, չենք էլ նկատում, որ հարևան պետության սահմանի տարածքին մոտ ենք, ընդհանրապես վախ չկա, ամեն ինչ շատ լավ է, հանգիստ։ Դասերից հետո վերադառնում ենք տուն, սովորում դասերը ու բակի երեխաներով դուրս գալիս խաղալու։ Այդպես է անցնում մեր առօրյան։ Մի մասն էլ է որ ասեն գնա դուրս գալի, նրանք էլ արդեն իմ կարծիքով նրանք կնստեն կմտածեն, որ իսկական իրանց Երգիրը հայրենիք սա ուրիշ տեղ ես էլ եմ եղել ժամանակավոր ասենք բացակայել եմ հետ եմ եկել, սրանից ամուր, սրանից ոտե տակը պինդա ամուրա, իսկ ընդեղ մեհետել է, այս որ կա սեղա, ստեղա որ ինքը գիտի որ ապրեմ է։ Մեր սովորական այս այգու աշխատանքով, այս մեր ստեղծածով մաքուր, էկոլոգիակ պես մաքուր, մենք ուտում ենք մեր աճեցրած բանջարեղենը, ճիշտ է, միջև բերքը հասունանալը, մենք օգտվում ենք այդ վաճառման կենտրոններից, խանութներից գնումներ ենք կատարում, միջև մեր հասունանումը, այս մշակա սխտորը սա, Ես էլ լոբինա արդեն դուրս է եկել, արդեն իմ այգով եմ զբաղվում։ Կանչելակ իրանցի ժողովրդին ասելա սար կտնգեք, ադրբեջանցիներին չեք դե։ Անվարչապետ սահմանապահ զորքերի կողմից լոտնովով տեղամասերում սահմանի խախտում նախանշաններ, արտարոց դեպքեր պատառներ տեղի չեն գցել։ Զորքերի շտաբն է գետազնի դարձ։ Մտավախությունը իզուր կլինի, որովհետև արդեն մեր սահմանապահները կանգնած են ամեն պահի, մեր երեխեքը շատ հանգիստ, այ այդ բանը, իրանց համար ընդեղ ֆուտբոլի դաշտ կա, երեխեքը գնում են խաղան։ Այն պահից, երբ որ սահմանային սյուները ձեզ հայտնի տեղադրվեցին, այսինքն այդ հատվածում սյուների տեղադրման աշխատանքը ավարտելուց անմիջապես հետո սահմանապահ զորքերը տեղակայվել են։ Ով աշխատում է, էլ ապրում է, աշխատանքով ենք ապրում։ Եթե ես տանը նստեմ, ով պետք է բերի, առանց աշխատելու ինձ
միջոցներ տա ապրելու, կարևորն է նա։ Գյուղն էլ մեծացել է, զարգացել է, լավ։ Երբ որ Ոսկեպար գյուղը կամ հակառակ կողմից Բաղանից գյուղը անցնում էինք, կար ցուցանակ, դիտարկվող տեղամաս եւ շատ դեպքերում հատկապես լարված իրավիճակներում ճանապարհով երթև եկել։ Եվ հիմա սահմանազատման արդյունքում այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության արդեն իսկ դե յուրե հաստատված, վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև ըստ էության նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է։ Մեր աշակերտները շատ սիրով են հաճախում այս նոր դպրոցը, այնքանով որքանով որ մենք նախկինում չունենք ոչ մի հնարավորություն միջոցառումներ կազմակերպելու, հանդիպումներ ունենալու, բայց այսօր հնարավորությունները բավականին մեծ են հենց ելնելով այս նորմալ պայմաններից։ Այն ժամանակը դեր որ դաժե շատ խառն էր վիճակը, էլի իրանց համար էր բան, մենք չենք զգացել։ Ճիշտ է, վնասներ քաշել ենք շատ, բայց մենք լավ բան ենք ակել, էլի ոնց ասած, մենք այդքան վտանգավոր չենք զգացել, էլի տեղ որ ապրում։ Քաղաքում միտք չունեմ ապրելու, իմ գյուղը երբեք չեմ լքի, Ստեղ ծնվել եմ, ստեղ էլ մեծացել, ստեղ ընտանիք կազմել, իմ երեխեքին, ստեղ իմ երեխեքը ինձ հետ մնում են, նրանք էլ ոչ միտեղ գնալու միտք չունեն։ Երեխաները, որ գնում են դպրոց, վտանգավոր է, անվտանգ է։ Մի անգամ էլ, եթե տրասը մագիստրալն անցակ ենամ, ամբողջ շարժը այս ճանապարհով է, ոնց հնարավոր է դե բան, դա ես չեմ պատահ, ամբողջ Այդ ոնց ասած հանրապետությունին այս ճանապարհով են գնում։ Ոնց հնարավոր է։ Դե այս բան բացառում ընդհանրապես։ Ով որ կասկածվա գա այստեղ մի օր երկու օր մնա, կարող է սկիչ գնալ այստեղ, դա ամենալավ տեղն է։ Եվ ինչքան այդ աշխատանքը առաջ է գնում, ավելի է ուժեղանում են համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ եւ պատերազմը զրկվում է հիմքից։ Պատերազմը դառնում է անտրամաբանական։ Մանագծումից հետո կյանքն ինչպիսին է գիրանցում։ Ես այն ժամանակ մի քիչ գյուղեն վիճակի մեջ չէր, էլի տների վիճակն են չէր։ Մեզ նույնիսկ հիմա այս ծրագրով մարդիկ սարքել են իրանց համար տներ ու նայում ես հիանը մեզ կողքից էլ նայում միջև անգամ մի հատ ֆուրի շոֆեր եկավ պատահական ինչ էր այդ մաշինին ոչ ման սարքություն, ասեց ձեր գյուղը հողամաս չկա ես եկամ։ Այստեղ ասի որ հետաքրքրվեց կարող է ստացվի, այսինքն ինչ եմ ուզում ասեմ դրա, որ լավ է գյուղի դες ստացել շատ լավ է, շատ։ Հա, օգտվել ենք այդ ծրագրից բնակարանաշինական, լավ է մեր գյուղում, քանի տնտեսություն օգտվել է այդ ծրագրից, շատ լավ է, գյուղը արդեն բարգավաճում է, մեծանում է, շատ փոքր գյուղ է։ Ճիշտ է, շատ գողտրիկ անկյունալել, շատ լավ է, գեղեցիկ, բայց արդեն շատանում է։ Մեր դպրոցը շահագործման են հանձնել 24-25 ուսումնական տարում, միջ այդ մենք սովորում ենք վերևի մի հին վթարային դպրոցում, որտեղ ոչ մի նորմալ պայմաններ չունեինք։ Մեր դպրոցը, այս նորակառույցը շատ հրաշալի ամեն ձևով կառուցված, նորարարական տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով հագեցված դպրոց է։ Ունենք լավ մարզադահլիճ, ունենք մարզադահլիճին կից լողասենյակներ, սանհանգույցներ։
ընտանիքս ամուսինս ա, ես եմ։ Ունեմ 3 հատ երեխա, 3 երեխա, թորնիկներս են, որը սովորում ա, ամուսինս թոշակառու ա։ Մեր ամենափոքրը առաջի դասարանն ա, մեր սովորում ա մեր դպրոցում, շատ լավ դպրոց ա, լավ անձնակազմ ա, ուսուցչական։ Հիմնականում ստեղից լավ սովորող աշակերտներ են, շատ են դուրս եկել, որ բարձրագույն են ընդունվել։ Այստեղ սահմանազատումից հետո բավականին ավելի լավ դրական միտում կա, այսինքն ոչ մի վախ չունենք, եթե նախկինում ինչ-որ թե կար կրակոցներ եւ այլ, բայց հիմա բացարձակորեն ոչ մի կրակոցի ձայն չկա, ու շատ հաճույքով եւ մենք ենք աշխատանքի ներկայանում եւ ծնողներն են երեխաներին ուղարկում դպրոց, ոչ մեկը չի լքել գյուղը, գյուղից դուրս չի եկել, ոչ միտեղ չի տեղափոխվել, լիովին մեր կազմը, գյուղացիները մնացել են տեղում եւ մենք շարունակում ենք շատ հաճույքով մեր դասընթացները անցկացնել։ Երբևիցե իմ մտքով չի անցել ու չի էլ անցնի, վստահ եմ, լքել մեր գյուղը, մեր դպրոցը, քանի որ ես չեմ հարմարվի ու ես այնքան եմ սիրում մեր ուսուցիչներին եւ մեր դպրոցը, որ հաստատ ոչ։ Գիրանցիցին հայրենասերա, նվիրված է իր հող ու ջրին։ Շատ եմ սիրում իմ Գիրանց գյուղը, իրա բնությունով, իրա ամեն ինչով։ Երբեք ստեղից ես դուրս չեմ գա, ստեղել կմնամ։ Վախելու ոչինչ չկա, որովհետև հանգիստ քնում ենք մեզ համար։ Դե մեր սահմանապահները բանը ամենտեղ պահում են, գյուղն էլ էս սահմանները